Հանրապետական կուսակցության գործակալների որոշմամբ կուսակցության նախագահի հանձնարարականով մեր քաղաքական եւ հոգեվոր մշակութային հանձնաժողովը մեր Հայաստանի պատմաբանների հետ միասին կազմակերպում ենք մեծ կոնֆերանս նվիրված հայ ժողովրդի ներդրմանը մեծ հաղթանակի գործում։ Իրոք սա մեր ժողովրդի համար հաղթանակ է, սա մեր հայ ժողովրդի համար հայնական պատերազմ է, որովհետև հայ ժողովուրդը շատ լավ գիտակցում է, որ առաջին ցեղասպանությունից հետո կանգնած է երկրորդ ցեղասպանության վտանգի առաջ, մանավանդ որ գերմանական Թուրքիան այդ ժամանակաշրջանում համարվում էր ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցը, եւ պատահական չի, որ 300,000 հայորդիների ես բանկանացու կրկեցին ֆրոնտում, 600,000-ից ավել հայ ռազմաճակատ մեկնեցին, հայ ժողովուրդը տվեց 5 մարշալ, որոնք բոլորը իդեպ ունեն արցախյան ծագում, բոլորը տվեց յուրաքանչյուր խորհրդային բանակի յուրաքանչյուր 5-րդ գեներալը հայ էր։ Այդ մեծ է հայ ժողովրդի դերակատարումը Սփյուռքում։ Եվ պետք է նշեմ Միսակ Մանուշյանին, որը դիմադրության շարժման լիդերներից է։ Հայ եկեղեցի մեծ ներդրում ունեցավ։ Եվ իրավի սա մեր համար իրոք հայնական մեծ պատերազմը հաղթանակ էր։ Եվ այսօր էլ այն մի կիրառական նշանակություն, որովհետև մենք տեսնում ենք, որ նեոֆաշիզմի եւ նեոնացիզմի դրսևորումները կան։ Ադրբեջանը իրականացնում է նեոֆաշիզմի եւ նեոնացիզմի գործողությունը, ինչ որ անում էին Հիտլերը եւ նրա գործընկերները տարբեր ժողովուրդների, խորհրդային ժողովուրդների, հրեա ժողովրդի, եվրոպայի ժողովուրդների նկատմամբ, այսօր նույն Արցախում արեցին Ադրբեջանի սուլթանատը եւ սա եւս մենք անգամ ուզում ենք ցույց տալ, որ հայ ժողովուրդը կապիտուլյանտ է, չէ՞ էլի, պարտված ու ով ինչ դեմ է տալիս ստորագրումը։ Հայ ժողովուրդը հերոսական ժողովուրդ է, որ ունեցել է այսպես մեծ զավակներ, Անաստաս Նիկոյան, Արտեմ Նիկոյան, Հովհաննես Բաղրամյան, Պամփելյան, Բաբաջանյան, որի դեպ Բերլինի գրավողներից մեկն է եղել, Ադմիրալ Իսակով, իդեպ Բաբաջանը եղել է ընդամենը ոչ խորհրդային միությունում, Աշոտ ջան, 2 գլխավոր մարշալ է եղել, Գլավնի մարշալ բրանտանկի վойսկ։ Մեկ եղել է Ռոտմիստրովը, մեկ եղել է Բաբաջանը, ամբողջ խորհրդային միությունում 3 ծովակար ա եղել խորհրդային միության, դա Կուզնիցովնա, Գարշկովնա եւ մեր Իսակովնա։ Մեր նոր սերունդը, մեր ժողովուրդը պետք է իմանա իր հերոսների անունը։ Եվ կրկնում եմ, հայ ժողովուրդը իր լուրջ դերակատարումն է ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակում։ Եվ հայ ժողովրդի իրական դեմքերը այս հերոսներն են։ Այնտեղ Ռոբերտ Աբաջաններն են, մեր Արցախ ազատագրողներն են, ոչ թե կապիտուլյանտը։ Այսքանը։ Մեր հաջորդ հաղթանակները երբ են լինելու։ Երբ որ բոլորս գիտակցենք դիմադրության պայքարի ոգին, երբ որ բոլորս գիտակցենք, որ հանձնելով խաղաղության չեն հասնում, զիջելով խաղաղության չեն հասնում։ Զիջելով կարող ես գնալ ստրկացման։ Իսկ հայ ժողովրդի ամբողջ պատմությունը բազմահազարամյա դա անկախության ու դիմադրության պայքար է։ Հայկը հաղթելու ապօրինք։ Շնորհակալություն։